Այստեղ մնում է անելային, ինչ որ Նիկոլ Փաշինյանը լավ է կարողանում անել։ Հաղթնել գժշորեր, քաղաքական գործընթացները Հայաստանում սպանված են։ Մենք էլ 100,000-ներով զոհ ենք տվել պատերազմի ժամանակ, ըստ էության կռվում էինք Միացյալ Հայաստան ստեղծելու գաղափարի դեմ։ Ճիշտ հակառակը թույլ է տվել, որ Հայաստանից երկրորդ ճակատը բացվի Ռուսաստանի դեմ։ Թուրքիայի պարագայում դա երկրորդ ճակատը չի լինելու, դա լինելու է Թուրքիայի շարունակությունը, բայց ես համոզված չեմ, որ մեր ընդդիմադիր դաշտի ողջ դաշտի գերնպատակը հենց Փաշինյանից ազատվելն է։ Շատերի նպատակը post-փաշինյանական շրջանում իրենց դիրքերի ուժեղ լինելն ու եւ իշխանությունը իրենց ձեռքը տանելն է։ Բայց եթե հուսանք, որ այնպես ինչպես որ Գյումրիում եղավ հանրապետությունում է լինելու, ամբողջ երկրում չի լինելու այդպես։ Չի վիճակագրական ԿՊԱ-կանը չմտածի, որ այս մարդը դառա վարչապետ վիզս կտրելու է։ Բարև ձեզ, սարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել են քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին։ Բարև ձեզ, պարոն Մելիք-Շահնազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերին ունենալու համար։ Կառավարություն ազգային ժողով վերջի հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը աչքի ընկավ ակնհայտ ոչ adekvat պահվածքով, դրան հաջորդեց նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած միջադեպը, հայհոյանքներ, քաշքշուկ, ինչպես կգնահատեք ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի նման նյարդային պահվածքը, ինչպես նաև խոսույթը հայհոյանքների ծեծի, որը կարծես թե հիմնավորապես մեր դաշտամը։ Քաղաքագիտական գնահատական իհարկե դժվար է տալ, այստեղ այլ մասնագետներ են պետք ճիշտ գնահատականներ տալու համար, բայց ասեմ, որ մեծ հաշվով հասկանում եմ ինչու է ամեն ինչ այսպես տեղի ունենում կամ ինչ է այս իշխանությունը ասել այս վիճակին, որովհետև իրենք հասկանում են, թե ինչքան խնդիրներ կա կուտակված իրենց շուրջը, հասկանում են, որ վաղուց արդեն վապնել, կորցրել են ժողովրդական սերը, հարգանքը եւ աջակցությունը, հասկանում են, որ իրենց թեզերը քարոզչական եւ այլն այլևս չեն գործում ոչ երկրի ներսում, ոչ երկրի դրսում, կանգնած են նոր զիջումներ անելու անհրաժեշտության առջև, պարտադրանքի առջև եւ գիտեն, որ պետք է գնան այդտեղ եւ վերջի հենարանը, որին փորձում էին կարճած մնալ, այն է, որ իբրև թե կոռումպացված իշխանություն չեն, այդ հենարանն էլ մենք տեսանք, թե այդ հարց ու պատասխանի ժամանակ ինչպես ընդդիմադիր պատգամավորներն բառը բուն իմաստով քանդեցին։ Դա հետևողական process էր, բայց վերջին հարց ու պատասխանի ժամանակ ինքը հասավ ինչ-որ կուլմինացիոն մի աստիճանի, հատկապես Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի հարցադրումները եւ հնչեցրած մտքերը իսկապես հունից հանեցին, որտեղ հասկանում են, որ այն պղպջակները կամ այն փրփուրները, որոնցից կախված են, դրանք էլ են պայթում, կորցնում են ամեն ինչ եւ այստեղ մնում է անելային, ինչ որ Նիկոլ Փաշինյանը լավ է կարողանում անել, հաղթնել գժշորեր, իրեն ոչ adekvat մարդու դիրքում դնել, ինչպես որ ինքը բանակցություններ փորձում ժամանակին տապալել, եւ այդպես հանրային ուշադրությունը շեղել իր համար խնդրահարույց հարցերից։ Բերել ամեն օր սարքել կռիվներ, ինչ որ հայհոյանքներ, չգիտեմ ինչ է, որ մարդիկ քննարկեն ոչ թե այն խնդրը, որ կա կոռուպցիա, կա եւ կոռուպցիոն մեղադրանքներ, որոնց պատասխան իրենք չունեն, այլ ուշադրություն հրավիրվի հենց դրա վրա, որ ազգային ժողովում իրար հայհոյում են, քաշքշում են, վիրավորում են, չգիտեմ էլ ինչեր են անում եւ ըստ էության հանրային օրակարգ շեղելու այս մարտավարությունն է կիրառում։ Փորձագիտական շրջանում նաև կարծիք կա, որ այդ ավելորդ նյարդայնացումը պայմանավորված էր նաև Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցի եւ ըստ լուրերի նաև Պուտինի հետ հանդիպման։ Եվ այդ ֆոնին, ինչպես տեսանք, նաև Նիկոլ Փաշինյանը այս կատարեց Մոսկվա եւ ակնհայտ օտարվածի կարգավիճակում էր։ Ինչպես կգնահատեք նրա ընդունելությունը այդ երևույթը։ Չգիտեմ ինչով էր պայմանավորված, չգիտեմ անգամ եղել է նման այց Քոչարյանի թե ոչ, լսել եմ, այո, քաղաքական դաշտում դա շատ է քննարկվում, բայց այսպես ասած, եթե Փաշինյանը ունենար ուժեղ իշխանություն, ինչու դա պետք է նրան անհանգստացներ։ Մինչև այդ էլ եղել են նման հանդիպումներ, հատկապես Քոչարյանի պարագայում գիտենք, որ նման հանդիպումներ Պուտինի հետ էլ են եղել։ Ինչու այն ժամանակ դրանից չէր լարվում եւ հիմա է լարվում։ Կամ Ռուսաստանում իր ընդունելության չընդունելության հարցը, որքանով ես հասկացա, նախապես ոչ էլ պլանավորված է, որ պիտի առանձին ընդունելություն լինի, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ
այո, Փաշինյանի, այսպես ասած, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև վազելու պոտենցիալը կամ այդ բանը ավարտվել է։ Գիտեք, ավարտվել է մի պարզ պատճառով, որովհետև աշխարհը կամաց գալիս է կայունացման ինչ որ գծեր հստակեցնելու շրջան։ Հեշտ է խաղալ երկու ուժային կենտրոնների միջև կամ երեք ուժային կենտրոնների միջև, երբ որ նրանք հակամարտության մեջ են, իրար մեջ մրցակցություն կա եւ այլն, պատերազմներ եւ այլն։ Եվ դժվար է դա անել, երբ որ այդ մեծերը սկսում են իրար հետ պայմանավորվել։ Այդ պայմանավորվելու փուլում մտնել եւ հակասությունների մեջ ինչ որ խաղալ հնարավոր չի։ Դրա համար ինքը ունի խնդիրներ, այո, ունի խնդիրներ եւ Ռուսաստանի հետ եւ Արևմուտքի հետ։ Սա միանշանակ է։ Երկու տեղերում նա ունի խնդիրներ։ Այո, դա էլ կարող է լինել նյարդայնության պատճառներից մեկը, բայց նորից եմ ասում, այն դրսևորումը, այն վարկագիծը, որը դրսևորվեց Հայաստանի կառավարչի կողմից, դա քաղաքական գնահատականի թեմա չէ։ Հոգեբաններ են անհրաժեշտ, միգուցե նաև հոգեբուժներ, ես չգիտեմ ինչ են անհրաժեշտ, ինչ մասնագետի գնահատականի կարիքն ունի, բայց այն որ դա քաղաքական չէ, միանշանակ քաղաքական գործընթացները Հայաստանում սպանված են։ Չկա, այդ բանավեճը չկա։ Եկեք անկեղծ լինենք, ազգային ժողովի զարգացումներից մենք քննարկում ենք իրար հայհոյելը, իրար ծեծելը եւ այլն։ Նույնիսկ այն գործընթացները, որոնք կարող են իսկապես իրենց նյարդայնանալու պատճառ դառնալ, օրինակ այդ կոռուպցիոն վիճակները կամ իմպիչմենտի հասունացման այդ հարցի օրակարգ բերել եւ այլն, սրանք լուրջ քննարկման առարկա ցավոք սրտի չեն դառնում մեր քաղաքական դաշտում, ես մեր հաղորդման մասին հիմա չեմ խոսում։ Չեն դառնում, մնում է միայն այդ վիրավորանքները, սուր խոսքեր եւ այլն, հանրությունը ամեն օր կերակրվում է ցավոք սրտի այդ երևույթներով։ Ուկրաինական հակամարտության հանգուցալուծումը արդյոք ստիպում Նիկոլ Փաշինյանին որոշակիորեն հետվարդարձ կատարել դեպի ռուսական վեկտոր։ Այո, ակնհայտ է, որ այս հակամարտության մեջ հաղթող կողմը Ռուսաստանն է։ Համենայն դեպս մինչ այս պահը հաջողությունների մեծ մասը Ռուսաստանի կողմում է եւ երկրորդ հանգամանքը կա Ռուսաստանի պոտենցիալը այս պատերազմը շարունակելու մեծացել է, իսկ Ուկրաինայի եւ նաեւ Ուկրաինայի մեջքում կանգնած հարավմտյան երկրների պոտենցիալը բավական նվազել է ակնհայտորեն։ Գումարած դրա Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխությունը տարածաշրջանում, ընդհանրապես բոլոր այդ հարաբերություններում ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը դարձել է ուժի նոր կենտրոն։ Դեպի այդ ուժի կենտրոն բոլորը հնձգտում են գնալ։ Բայց ես չէի ասի, որ օրինակ այս իշխանությունները դա հասկացել են եւ հիմա փորձում են Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորել։ Չէ, իրենք ուզում են եւ Ռուսաստանի հետ ունենալ հարաբերություններ եւ Արևմուտքի հետ։ Ասենք այլ կերպ ինչով բացատրես, որ գնում է Փաշինյանը Մոսկվա, բայց մինչ Մոսկվա գնալը Էստոնիայում էր կարծեմ գնաց եւ հարգանքի տուրք մատուցեց, այսպես ասած, սովետական բռնությունների զոհերի հիշատակին եւ անմիջապես իր վերադառնալուց հետո հանրային հեռուստաընկերության եթերում երկրորդ համաշխարհային պատերազմի, որ Ռուսաստանի նաեւ մեզ համար հայրենական պատերազմի բանը, ասենք պատմական ճշմարտությունների փոփոխության ռևիզիոնիզմի մեծ արշավ սկսվեց։ Ինչ եք մտածում, ասենք Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորել ցանկացող իշխանությունը հանրային եթերում նման քննարկումներ կաներ, կասեր, որ ըստ էության ֆաշիստական Գերմանիան նպատակ ուներ սովետական միության հաղթելուց հետո մասնատել Թուրքիան եւ ստեղծել Միացյալ Հայաստան։ Պարզվում է, որ մենք էլ, որ 100,000-ներով զոհ ենք տվել այդ պատերազմի ժամանակ, ըստ էության կռվում էինք Միացյալ Հայաստան ստեղծելու գաղափարի դեմ։ Պարոն Մելիք-Շանազարյան, ըստ էության Փաշինյանը ավելի շատ գրգռում է այդ բևեռներին, քան թե փոխլրացող քաղաքականություն տանում։ Ես դեռ 98 թվականից հոդված եմ գրել, որ Հայաստանի Հանրապետության համար բոլոր ժամանակներում երբ եղել է կամ արտաքին քաղաքականության մեջ կամ բանաձևը մենք կորցրել ենք։
Միշտ պետք է լինի եւ 98-ից հետո Ռոբերտ Քոչարյանը եկավ փոխլրացման քաղաքականությամբ։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը բազմավեկտոր քաղաքականությունը, որը նույնն էր ու արդյունավետությամբ տանում էր։ Նիկոլ Փաշինյանը եկավ իր զրոյական կետից եւ ըստ էության իր զրոյական կետը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն էր։ Ինչ է կարծում 20 թվականի պատերազմը դա այդ եւ բանաձևից հրաժարման հետևանք էր նաեւ բայց 20 թվականի պատերազմը իրականում շատ քայլեր արվեց այս իշխանությունների կողմից, որպեսզի այդ պատերազմը տեղի ունենա եւ որ մենք պարտվենք այդ պատերազմը։ Շատ ուղիղ եմ սա ասում, փաստարկված։ Դա առաջի հերթին այո անվտանգային համակարգերի փլուզումն էր։ Այս իշխանության առաջի գործողություններից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորելն էր։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կալանավորել։ Այն ժամանակ էլ էր դա նոնսենս հնչում։ Հիմա երբ որ մի քիչ պատմական բանով հեռավորությամբ ետ տեսնամ, ոնց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մենք կալանավորել ենք։ Հետո ինչ որ ինքը Հայաստանի առավել եւս որ Հայաստանի ներկայացուցիչն էր այդ ժամանակ առաջնորդում այդ կառույցը։ Սկսվել է Ռուսաստանի հանդեպ եւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հանդեպ ակնհայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելուց։ Սկսած Պուտինին այստեղ դիմավորելու այդ process-ները, որոնք շատ են քննարկվել։ Խոսում էր Հայաստանի սուվերենության ինքնիշխանության մասին, առանց հասկանալու, որ ցանկացած սուվերենություն, այդ թվում Ռուսաստանի սուվերենությունը ինքնիշխանությունը միշտ ինչ որ սահմանափակումներ ունի։ Հիմա մեկի մոտ դա շատ է, մեկի մոտ քիչ է, բայց դու չես կարող քեզ դուր դնել համաշխարհային քաղաքականության ամբողջ այդ ներկապնակից, ասես դե չէ, գիտեք, մենք ոչ մեկի հետ ոչինչ չունենք անելու, Ռուսաստանը պետք է մեր շահերի հետ հաշվի նստի, Միացյալ Նահանգները պետք է մեր շահերի հետ հաշվի նստեն, Եվրոպան եւ բոլորը պետք է մեր հետ հաշվի նստեն։ Բայց դա դեռ հարցի մի կողմն է, բայց բանակցային գործընթացի քայքայելը առաջնագծում Ադրբեջանի հետ, այսինքն կոչվում է վերելակային պայմանավորվածներ, պարզ է որ վերելակում չեն դա պայմանավորվել, որ պետք է սահմանում իր վրա չկրակեն եւ այլն։ Բայց ամեն դեպքում այդ վերելակային պայմանավորվածությունների անունն է դրան բանալ, բայց հիշում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են առաջնագծում ոչ մի պարագայում իր վրա չկրակել, չխոչընդոտել որևէ մեկի գործողություններին եւ արդյունքում մեր զինվորականների աչքի առջև Ադրբեջանը ստեղծեց այնպիսի ենթակառուցվածք ռազմական, որը հնարավորություն էր տվել իրենց հետո 20 թվականին բարենպաստ դիրքերից հարձակում սկսել մեր դիրքերի վրա։ Դա տեսնում ենք, ես մեկսել եմ տեսել Դավիթ Շահնազարյանը հիշում եք ժամանակին ասուլիս տվեց եւ ցույց տվեց թե ինչ կառույցներ են ստեղծվում առաջնագծում այդ երկաթբետոնե դոտերը եւ այլն, որոնք նաեւ սկսել էին վերահսկել մեր դիրքերի մատակարարման ճանապարհները եւ այլն։ Այսինքն նախկինում Թուրքիային նման բան հնարավորություն չէր տրվում, եթե ուզում էին աշխատանք անել, մերոնք խոչընդոտում էին, կրակում էին, այո իրենք էլ էին կրակում, այո լինում էին զոհեր։ Հա, հիշում եք 19 թվականին Փաշինյանը 19 թվականի վերջին հպարտ ասում է, որ երբեք չի եղել, որ սահմանում մենք այսքան քիչ կորուստ ունենանք կամ կարծենք թե չէինք էլ ունեցել 19 թվականին, չեմ հիշում։ Կամ շատ քիչ էր կամ չէինք ունեցել, իրենք հպարտ ասում է, ես այն ժամանակ էի դեռ ասում ցավով, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղության գինը տարին այդ զոհերն են 25-30 հոգի կամ 40 հոգի եւ որ լինում էին ցավով եմ ասում, բայց դա էր այդ խաղաղության գինը, որովհետեւ երբ որ դու չես խոչընդոտում քո թշնամուն առաջնագծում ինչ-որ գործեր անեն, 40 զոհը հաջորդ պատերազմի ժամանակ դառնում է 4000 զոհ, 50 զոհը դառնում է 5000 զոհ։ Տվել ես այդ հնարավորությունը, քո աչքի առջև եկել են կառուցել են քո դիրքի վրա, քո դիրքին գերակշռող հատվածում հասարակողական բաներ են կառուցել, տեխնիկան եւ դու չես խոչընդոտել, պարզ է որ այնտեղից հարված են հետևանք ինչ պետք է լիներ։ Այսինքն ռազմական բանում հանրային միասնությունը խաթարելու տեսակետից, եկեղեցին վարկաբեկելու, գեներալներին վարկաբեկելու եւ այլն, այսինքն շատ քայլեր են արվել, որ լինի 20 թվականի պատերազմը եւ այդ պատերազմում մենք պարտվենք։ Այնպես որ միայն այդ աշխարհակաղակական կենտրոնները չեն, իրենք դա նպատակաուղղված այդ ծրագիրը իրականացրել են։
Պատերազմից հետո էլ ուկրաինական հակամարտության սկսելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստան հայտնվեց Արևմուտք Ռուսաստան հակասությունների դաշտում։ Ունեցանք արդեն կորուստներ Հայաստանի տարածքից, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիա եւ Արցախի կորուստ, եւ հիմա ըստ էության Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հարաբերությունները հարթել Ռուսաստանի հետ, բայց ունի գերխնդիր իշխանությունը պահել։ Ինչ է կարծում հիմա էլ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները որոշակի ջերմանում են, հնարավոր է Նիկոլ Փաշինյան իր իշխանությունը պաշտպանելու համար, պահելու համար հիմա էլ Հայաստանը տանի Ռուսաստան-Թուրքիա արդեն նշмарվող հակասությունների դաշտ։ Դե գիտեք, այնքան էլ չէ որ տարել էր հակասությունների դաշտ։ Ճիշտ հակառակը թույլ է տվել, որ Հայաստանից երկրորդ ճակատը բացվի Ռուսաստանի դեմ։ Թուրքիայի պարագայում դա երկրորդ ճակատը չի լինելու։ Այսինքն այն քաղաքականություն, որ իրենք են վարում, դա լինելու է Թուրքիայի շարունակությունը։ Եվ այո, ես տեսնում եմ վտանգ, նաև համոզմունք ունեմ, որ միևնույն է ռուս-թուրքական հակասությունները ինչ որ պահի իրենք ավելի գեներացվելու, ակտիվացվելու եւ ավելի իրական են դառնալու։ Հնարավոր է նույնիսկ այսպես ասած թեժ փուլերի եւ այլնի ականատեսը լինենք։ Դե հա, եթե Հայաստանը մնա այս իշխանությունը, այո, պարզ է մենք որտեղ ենք լինելու։ Լավագույն դեպքում կդառնանք պատերազմի թատերած բեմ դաշտ, որտեղ կարող են երկուսը, այսպես ասած, իրար քիչ վնաս տալով, բայց ամեն դեպքում ցույց տալ, որ մենք հիմա կռվում ենք եւ ինչ որ խնդիրներ լուծել։ Դա այդ վտանգը կա։ Այսինքն գիտեք, հարցադրումը իրականում, այսինքն հարցը իրականում այն է, որ մենք պետք է հասկանանք, որ որտեղ կա հայկական շահ եւ թուրք-ադրբեջանական շահ, ցավոք սրտի իշխանությունները պաշտպանում են նա։ Մեզ փորձում են համոզել։ Ես շատ եմ դրա մասին խոսել, որ Փաշինյանը Հայաստանում աշխատում է Ալիևի եւ Էրդողանի պահանջների փաթեթավորող։ Գալիս է ինչ-որ բան են ասում, որ պետք է անեք։ Նիկոլը գալիս է մեր հանրության ասում է, գիտեք, դա իրանց ասածը չէ, դա մեր շահն է, մենք պետք է ուզենք, որ սենց լինի, սիրուն փաթեթավորում եւ ի վերջո կատարում են այդ պահանջները։ Դրա համար ինչքան կա այս իշխանությունը, այնքան կա Հայաստանի գլխին կախված էգզիստենցիալ սպառնալիք։ Մենք կարող ենք ուղղակի որպես պետություն դադարեն գոյություն ունենալ, ցավոք սրտի այդ process-ը ինքը շարունակական է։ Ընդ որում ասեմ, որ այդ հակառուսականությամբ, հակաարևմտականությամբ կամ պրոռուսական մի օր այնպես այդ քաղաքականությամբ Փաշինյանը ի վերջո հասել է նրան, որ Հայաստանը շատ ավելի մեծ կախվածության տակ է Ռուսաստանից, քան մինչև իր իշխանության գալը։ Եվ Հայաստանը շատ ավելի մեծ կախվածության տակ է Արևմուտքից, քան մինչև 18 թվականի հեղաշրջումը։ Այսինքն այլ բառերով ասեմ, Հայաստանը իրականում կորցրել է այդ սուվերենությունը, ինքը այլևս խաղի կանոններ թելադրող չի, որոշող չի, նույնիսկ չէ մասնակցում այդ խաղի կանոնների քննարկմանը։ Այլ փոխարեն մասնակցում են եւ բերում են այստեղ Նիկոլի գործը այդ որոշումները փաթեթավորել եւ մեր ժողովրդի վզին կապելն է։ Միանշանակ է, որ ելքը այս իշխանությունների հեռացումն է։ Ինչու մեզ չհաջողվեց փողոցով իշխանափոխություն անել։ Այստեղ էլ պատճառները շատ են։ Իրականում այստեղ էլ պատճառները, ինչպես խոր հոգեբանական հանրային տեսակետից խնդիրներ կան, հա, դեպեք երկու կարևոր հանգամանք հաշվի առնենք։ Մեկ, իսկապես էյֆորիան չափազանց մեծ էր 18 թվականին։ Հա, մարդիկ կորցրել էին հանգիստ դատելու ունակությունը եւ այդ էյֆորիկ շարժման տակ գնացին, արեցին ինչ-որ գործողություններ, իսկ ցանկացած էյֆորիա իր հետևից բերում է մեծ հիասթափություն։ Հիասթափված հասարակությունը ի վիճակի չէ ինչ-որ բաներ փոխել։ Մեր պարագայում դրան գումարվեց նաեւ ողբերգություն, պատերազմում ջախջախիչ պարտություն, պետք է անկեղծ խոսենք ինչ է տեղի ունեցել, ստորացում ժողովրդի, հազարավոր զոհեր, այսինքն ցավ, որը պարգևեց, հա, եւ մենք ուզում ենք, որ այդ ժողովուրդը, որը հիասթափված է, ստորացված է, կոտրված է, ջարդված է, կոտորված է, հայրենազրկված է, գա եւ քաղաքական խնդիր լուծի, իշխանափոխություն անի եւ այլն եւ այլն։ Չէ, այդպես չի լինում, ցավոք սրտի այդպես չի լինում։ Դա ավելի լուրջ կազմակերպչական աշխատանք էր պետք տանել, սա էլ արդեն երկրորդ բաց թողումները, հա, կամ ավելի լավ մշակված ծրագրեր պետք է լինեին,
չպետք է որոշ հարցերի լուծումը թողնվեր process-ին, այլ նախապես պետք է այդ ամեն ինչը պլանավորված լիներ եւ այլն։ Բայց ամեն դեպքում մենք հիմա տեսնում ենք, որ այդ վիճակները ինչ որտեղ հաղթահարվում են։ Կամ համակերպվում ենք, որտեղ հիմա եղել է, պետք է շարունակել ապրել եւ այլն, հա։ Կամ չգիտեմ, ինչ որ նոր կայծ է առաջանում ժողովրդի մեջ, հանրության մեջ, որ այսպես շարունակել չի կարելի, այդ խնդիրը պետք է լուծենք եւ այլն։ Հնարավոր է դա ինձ դեռ թվում է, ես նույնիսկ չեմ էլ կարող վստահ պնդել, որ այն 2-3 հատ փորձերը, որ տապալվեցին, արդեն վերջացավ դասերը առնեն, 4-ը հաստատ լավ է լինելու։ Բայց ես գիտեմ, որ այդ պայքարից չկարելի հոգնել։ Թե այլընտրանքը նա է, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք։ Տեսեք, դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ ժողովուրդը 18 թվականի արդյունքները, ողբերգական արդյունքները տեսնելուց հետո ապացիկ վիճակում է եւ այդ պայմաններում սրբազան շարժմանը, վերջի շարժմանը հնարավոր եղավ բավականին հսկայական մեծ հասարակության հավաքել հրապարակում։ Կարծիք կա, որ օրինակ 18 թվականի հեղաշրջումը տեղի ունեցավ ներսի եւ դրսի գործոնների պայմաններում։ Սրբազան շարժման դեպքում դրսին գործոնը չկար, ձեր կարծիք։ Ներսին ապահովեց այդ ապացիկ։ Ներսին էլ չի ասի, որ այն ամբողջականներ, ինքը 18 թվականի հետ ամեն դեպքում համեմատելի չէր։ Այո, մենք ունեցել ենք հանրապետության հրապարակ ավելի բազմամարդ, քան 18 թվականին, բայց 18 թվականին միայն հանրապետության հրապարակը չէր բազմամարդ։ Այլ հրապարակներում էլ մարդիկ կային, փողոցներում էլ կային եւ այլն։ Եվ այն ժամանակ իրականում տարվել է շատ երկար նախապատրաստական աշխատանք ծրագրավորված տարիների ընթացքում։ Ստեղծվել են ստրուկտուրաներ, չգիտեմ, մեխանիզմներ են մշակվել, հանրային էմոցիաները ինչ որտեղ ուղղելու, նախ գեներացնել ուղղելու տեխնոլոգիաներ են կիրառվել։ Շատ բաներ, որ արվել են։ Սրբազան պայքարի այդ բազմամարդությունը, այո, ինքը բավական գործոներ հանրային, այսպես ասած, ճնշում ապահովելու համար, բայց ակնհայտորեն բավարար չէր իշխանափոխություն իրականացնելու համար, որտեղ այո, ես համաձայն եմ, որ իշխանափոխության մեջ ժողովրդի մասնակցություն դա անհրաժեշտ գործոններից մեկն է, բայց կան այլ գործոններ, այդ թվում նաև արտաքին աջակցության գործոն, բայց դրանից ավելի կարևորը քաղաքական էլիտաների միասնության մինչև վերջ սատարելու, չգիտեմ, հաղթանակին մոտենալուց սեփական այլ շահերը առաջ չտանելու եւ այլնի խնդիրներ կային։ Ցավոք սրտի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման այդ փուլին, երբ որ արդեն տեսանելի էր ամեն ինչ, հայտնվեցին ուժեր այդ թվում ներսում, որ սկսեցին գծել ապագա կոնֆիգուրացիաները, բա մեզ ինչ պետք է լինի, դե թե սենցա ուրեմն թող էսպես լինի եւ այլն, պահանջներ եւ այլն, որին Սրբազան հայրը պատրաստ չէր եւ տրամաբանականը, որ պատրաստ չէր, ինքը շատ անկեղծ ասում էր, մեր բոլորի խայտարակությունն է, որ ես այստեղ եմ, դա իր անելու գործը չէր, բայց այդ պատասխանատվությունը վերստանձնել էր, կարողացել է ի վերջո արթնացնել ժողովրդին, որովհետեւ խոր ապատիկ վիճակ է դիմադրության շարժման ավարտից հետո։ Մտածողություն փոխեց, պատրաստեց եւ ես կարծում եմ շատ լավ հիմքեր է դրել ապագայում այդ գործը ավարտին հասցնելու համար։ Գյումրի ընտրությունները, ինչու՞ չէ, նաեւ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ ըստ էության իշխող ուժը պարտված է եւ հիմնական հաղթանակի միակ գրավականը ընդդիմության միավորումն է։ Ինչ է գտնում, որը կարող է լինել ընդդիմադիր դաշտի միավորման կետը, միասնական թեկնածուն։ Միասնական թեկնածուն դա, գիտեք, իմ կարծիքով մենք նույնիսկ մոլորված կամ խաբված ընկած ենք միասնական թեկնածու փնտրելու, տարված ենք այդ գաղափարով, հա, մինչդեռ մինչև միասնական նախ թեկնածուները այդպես չէ որ տանը նստած են, ասես այս մարդը լավ մարդ է գն։ Ինքն էլ պետք է ինչ-որ բան իրենից ներկայացնի, ինչ-որ հայտ կարողանա ներկայացնել, ինչ-որ պրոցեսներ գեներացնի կամ կառավարի, առաջնորդի եւ այլն։ Ինքն հարցը այստեղ տեխնատուի մեջ չի, հարցը այն է, թե արդյոք բոլոր ուժերի հիմնական նպատակն է ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, թե կան դրա տակ քողարկված այլ նպատակներ։ Ցավով եմ ասում, բայց ես համոզված չեմ, որ մեր ընդդիմադիր դաշտի ողջ դաշտի գերնպատակը հենց Փաշինյանից ազատվելն է։ Շատերի նպատակը
post-փաշինյանական շրջանում իրենց դիրքերի ուժեղ լինելն ու եւ իշխանությունը իրենց ձեռքը տանելն է։ Սա կա եւ մինչեւ սրանից մեր ընդդիմությունը չկարողանա հրաժարվի, մենք խնդիր ենք ունենալու։ Եկեք անկեղծ լինենք, ամենապարզ հարցերում համաձայնության չեն գալիս։ Դուք Գյումրիի օրինակը բերեցիք, Գյումրիում ընտրությունների արդյունքները միևնույն է բերեցին նրան, որ մեր ընդդիմության տարբեր թևեր ավելի հարաբերությունները լարվեցին։ Դեռ մեկը մի տեխնացու էր պահում, մեկը մյուսին էր պահում, իրար ինչ ասացի։ Բայց վերջին հաշվով միավորվան չէ։ Դա ես չգիտեմ։ Ես դա միավորում կկոչեմ, թե չէ։ Եթե այդտեղ այսպես ասած բախտները բերել են, բայց եթե հուսանք, որ այնպես ինչպես որ Գյումրիում եղավ հանրապետությունում է լինելու, ամբողջ երկրում չի լինելու այդպես։ Նախապես է պետք միավորվել, նախապես է պետք ընտրել մարտավարությունը իշխանության դեմ պայքարի եւ գնալ դրան։ Հիմա ցավոք նաեւ արդեն հասել ենք նա, որ միավորվել ասելով էլ ես որ ասում եմ նախապես պետք է միավորվել, արդեն վստահ չեմ, որ դա հնարավոր է։ Ավելին ասեմ, սկսել եմ մտածել, որ երևի պետք էլ չի, որ այս գործիչները իրար հետ միակ կարող է պետք է ինչ-որ ուրիշ բան մտածել, ուրիշ ուժի կենտրոն ձևավորել, հա, ուրիշ տեղ, ասպես ասած, այդ առաքելությունը այլ մարդկանց վրա դնել։ Հնարավոր է, որովհետև նորից եմ ասում, իմ համար ակնհայտ է, որ ոչ բոլորն են անկեղծ պայքարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու դեմ։ Կան հետևից եկող ամբիցիաներ։ Պարոն Ալեքսանդրյան, եթե մենք ասում ենք միասնական թեկրածու, չեք գտնում, որ դա կլինի հենց ընդդիմության միավորման կետը, այսինքն իրենց ամբիցիաներից հետ են կանգնում, եթե գալիս են միասնական թեկնածուի։ Այո, կարծում եմ, թող լինի, թող այդպես լինի, շատ լավ կլինի, եթե որոշեն պայմանական ասած առաջին նախագահը, երկրորդ նախագահը իր թիմակիցներով, երրորդ նախագահը, նրանք ովքեր դաշտում ակտիվ են, նստեն, ասեն դե լավ, ամեն ինչ մի կողմ ենք դնում, եկեք հանրության համար ինչ որ ընկալելի մի քաղաքական գործի շուրջ կառուցենք այս process-ը, հետո կտեսնենք ինչ է լինում։ Դա հրաշալի կլինի։ Բայց տեսնում ենք, որ քանի տարի արդեն 20 թվականից հաշվեք 20 թվականի հայրենիքի պաշտպանության շարժումից ցած հաշվեք, տեսեք, արդյոք միշտ մինչև վերջ ներդրվել է։ Նույնիսկ երբ որ եղել է միասնական թեկնածու։ Ամեն մեկը միշտ ինչ-որ պայման, ցավով եմ ասում, բայց եկեք իրատես լինենք, էլի։ Ի վերջո համել մենք տեսնում ենք, որ շատ հաճախ իրար վնասելու լուրջ քաղաքական մենք դեռ պետք է կռվին, այսպես ասած, հասկանանք ի վերջո այս ներքին մրցակցության հետ ինչ ենք անում, հետո նոր միասնության։ Դա միանշանակ իշխանության օգտին է ներքին։ Բայց մի բան ասեմ, նույն Բագրատ Սրբազանի օրինակով, այդ մրցակցությունը հակասությունների եւ այլն կային նաեւ Սրբազան պայքարից առաջ, հա, բայց երբ որ հայտնվեց մի մարդ, որ պատասխանատվություն ստանձնեց, որը զոհողությունների գնաց, որը մարդկանց համոզեց, որ ամեն ինչ վերջացած չի, ժողովրդին ոտքի հանեց, այդ միասնությունը կայացավ։ Շատ ավելի լայն միասնություն կայացավ, նույնիսկ այն բանը Սասնա ծառերը եկան եւ այդ դրոշի տակ կանգնեցին։ Նրա համար տեսեք կար արդեն մի փորձ, որը աշխատել է։ Եկեք երկրորդ անգամ այդ փորձը կիրառենք։ Չգիտեմ, մտածվի, բայց պետք է այդ երկխոսությունը լինի, այդ երկխոսությունը պարտադիր է, որ հենց ընդդիմադիր դաշտում լինի։ Հնարավոր հանմարում եք, որ ելքը այդ միասնական թեկնածուի ներկայացումը լինի Բագրատ Սրբազանի կողմից եւ ըստ էության ոչինչ։ Հնարավոր համարում, ամեն ինչ եմ հնարավոր համարում։ Հիմա էլ խորհրդարանում Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը փորձում են իմպիչմենտի գործընթաց տանել։ Ես չեմ բացառում, ավելին շատ ռեալ եմ համարում, որ այդ քննարկումների արդյունքում վերջը ինչ-որ մի պահի սկսելու են քննարկել նաև թեկնածու, չէ, ով պետք է լինի եւ այլն։ Մենք ունենանք այն թեկնածուն, որը ընկալելի եւ ընդունելի կդառնա անդիմության բոլոր թևերի համար եւ որը շատ վախենալու չի լինի, որ էլի կարեւոր հանգամանք է իշխանության ներկայացուցիչների համար։ Որ բարձ ասած միջին վիճակագրական ԿՊԱ-կանը չմտածի, որ այս մարդը դառա վարչապետ վիզս կտրելու է։ Մտածի, որ դառա վարչապետ, սա կարող է ինձ խլների կամ գոնե թույլ չտա, որ հաշվեհարդարը ապօրինության սահմանները հատի, լինի ամեն ինչ օրինականության դաշտում։ Այդ էլ է կարևոր։ Ես նման թեկնածուներ գիտեմ,
ես նույնիսկ բարձրաձայնել եմ անուններ, բայց ես նորից եմ ասում, դա պետք է լինի քաղաքական ընդդիմության միասնական որոշում։ Եվ ժողովրդի կողմից համար առաջինը ոնց որ մոռացանք։ Ընդունված են Դե կարելի։ գիտեք, ժողովուրդը չի առաջադրում, ժողովուրդը ի վերջո պետք է հավանություն տա։ Ընդունված, հա։ Ասենք քաղաքական կուսակցություններն են առաջադրել, падգամավորներն են առաջադրելու այդ տեխնացուին։ Падգամավորները պետք է խելամիտ լինեն հասկանալու համար, պետք է այնպիսի տեխնացու ունենան, որ ժողովուրդը իդեալական մարդիկ չկան, դες ասեմ, չկա։ Ժամանակին ընկերներիցս մեկը Բագրատ Սրբազանի մասին ասում էր, խնդրեմ Սուրբ հայ եկել, էլի անուն են կպցնում։ Դե հա, ում էլ գա էլի անուն, բայց դե իհարկե պետք է տեխնացուն այնպեսին լինի, որ քիչ թե շատ ընկալելի, ընդունելի կամ լավ ավելի կոպիտ բառ ասեմ, տանելի լինի ժողովրդի համար։ Շնորհակալություն պարոն Մելիք-Շանազարյան հետաքրքիր զրույցի համար։ Պանորամայում հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շանազարյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։